Տիկին Ավանեսյան, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում տնօրենի փոփոխությունը նախատեսվում թե ոչ եւ ինչու է փոփոխում, ասում են Արսեն Պետրոսյանի ընկերների համար է դուրս գալու։ Ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, այլ նաև մի քանի այլ բժշկական կենտրոններում առաջիկայում այո տնօրենի փոփոխություն է լինելու եւ կարծում եմ սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը եւս մեր ընթացի գործունեության մի մասն է։ Երկուսի մասով էլ երեք էլ մենք գտնվում էինք Վանարջանի անվան ուրցքաբանության կենտրոնում, կարծում եմ շատ մեծ ներդրում են ունեցել այս երկու խոշոր կենտրոնների ղեկավարությունը եւ թիմերը ձևավորելու իսկապես լրիվ նոր մշակույթով, ստանդարտով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոններ, կարծում եմ եկել է ժամանակը արդեն հաջորդ էտապներին անցնելու, զարգացման նոր ուղիներ գնալու։ Նարեկ Զեյնալյանը նշանակվել է Գրիգոր Լուսավորիչի տնօրեն։ Այո, պարոն Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Դա նախարարի որոշման տիրույթ է։ Այո։ Իսկ այդ թեկնածությունը պարոն Զեյնալյանը Դե չեմ կարող ինչի թեկնածու։ Ես նշեցի, որ մի քանի կենտրոններում են փոխվելու եւ ասեցի, այո, պարոն Զեյնալյանը մեր թեկնածությունն է։